Ռելսերը կկապեն հայկական երկաթուղին Թրամփի ուղուն, Մոսկվան լսել չի ուզում երկաթգծի կառավարումից հրաժարվելու Երևանի հորդորը։ Վտանգավոր վիճակագրություն, Սյունիքում բնակչության թիվը 12%-ով նվազել է, ինչու են մարզերը դատարկվում։ Աջակցություն նրանց, ովքեր սև ցուցակում չեն ու վարկային լավ պատմություն ունեն, պետությունը կոժանդակի փոքր ու միջին բիզնեսին։ Ինչ վարկագիծ ունենալ կալանավայրում վաղաժամկետ ազատ արձակվելու համար, փոփոխություններ քրեակատարողական համակարգում, գլխում գոյացությամբ ծառայություն բանակում, հիվանդություն ունեցող զորակոչիկը ինչ օգուտ կարող է տալ զորքին։ Թրամփի ուղու իրականացումը հայ-ամերիկյան հանդիպումների առանցքում ամերիկյան պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Ջերմուկում հայտնաբերված արջի քոթոտներից մեկը անկել է, մյուսի վիճակը փոփոխական է, յուրաքանչյուր ժամը կարող է վճռորոշ լինել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Ռելսերը կկապեն հայկական երկաթուղին Թրամփի ուղուն, Մոսկվան չի էլ ուզում լսել հայկական երկաթգծի կառավարումից հրաժարվելու Երևանի հորդորը։ Ռուսաստանի արտգործնախարարությունից այսօր կրկին ասել են, համաձայն չեն պնդմանը, թե հայկական երկաթուղու ռուսական կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Փորձագետների կարծիքով երկաթգծի հարցը դուրս է տնտեսական ռադարից, սա աշխարհաքաղաքական դերաբաշխման հարց է։ Երբ Երևանը Մոսկվայի հետ սկսեց քննարկել մեր երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով պատճառ առաջ բերեց, թե Թրամփի պատվին կոչված Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը, իսկ հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով ճամփա կտրել։ Այստեղ ըստ վարչապետի տուժում է Հայաստանը։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ, Մոսկվայում սակայն անդրադառնալով թեմային արտգործնախարարությունից պնդում են, թե նախ հայկական կողմի բոլոր մտահոգություններն արդեն պարզաբանել են, որևէ երրորդ երկրի էլ երկաթուղու կառավարումը հանձնելու փոխարեն համաձայնության եկել հետագա աշխատանքների վերաբերյալ, հստակեցնում են, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում։ Մենք չենք կարող համաձայնել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ այն ստեղծում է դա։ Հայաստանի երկաթուղու կառավարումը երրորդ երկրին վաճառելու շուրջ քննարկումները թեժացել են տարեսկզբից, ընդ որում հնարավոր այս գործարքով հետաքրքրվողների պակաս չզգացվեց հենց առաջին պահից։ Միանգամից օրակարգ եկան ասել է, թե շրջանառվեցին տարբեր պետությունների անուններ՝ Ղազախստան, Քաթար, Քուվեյթ։ Այսուհանդերձ երկաթգծերը կառավարողի փոփոխությունը հիմա փորձագիտական վերլուծական համայնքում այնքան էլ իրատեսական չեն համարում։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Այս հետնապատկերում երկաթուղու կառավարման շուրջ քննարկումը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական կամ ենթակառուցվածքային, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական զգայուն հարց։ Այն կետերից մեկը, որտեղ Հայաստանի միջազգային գործընկերների շահերն ու հենց իր հաշվարկները դեռևս ամբողջությամբ չեն համընկնում։ Թե ինչ կոնսենսուս կբերեն բանակցությունները, ըստ մասնագետների, փաստացի կախված է նաև այն միջավայրից, որտեղ այսօր ձևավորվում են տարածաշրջանային հաղորդակցության նախագծերը, իսկ այստեղ յուրաքանչյուր որոշում վաղուց դուրս է եկել զուտ տրանսպորտային օրակարգի շրջանակից։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայ-ռուսական հարաբերություններին է անդրադարձել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, նրա խոսքով Ռուսաստանը ունի ամենամտերիմ եւ լավ հարաբերություններից մեկը հայ ժողովրդի հետ։ Անդրադառնալով Երևանյան գագաթնաժողովում Զելենսկու ներկայությանն ու հայտարարություններին, նա ասել է, թե հայկական կողմի պահվածքից հետո դժվար է պատկերացնում, թե ինչպես են զարգանալու երկկողմ հարաբերությունները։ Մեր պետություններն ավելի մոտ կլինեն, թե հեռու։ Լարվածությունը հարաբերություններում ավելի քիչ կլինի, թե շատ։ Ամենայն հավանականությամբ երկրորդը։ Ակամա զուգահեռ է առաջանում, հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում։ Արդյոք դա պետք է Հայաստանի շարքային քաղաքացիներին։
Նոր իրողություններ Հայաստանի ժողովրդագրական պատկերում Արցախի հայաթափումից հետո բնակչության թիվը ավելացել է, սակայն անվտանգային խնդիրների պատճառով պակասել է մարզաբնակների թիվը։ Սյունիքում բնակչությունը 12%-ով նվազել է։ Թարմ ասֆալտն ու նորոգվող դպրոցները անգամ վիճակը չեն փոխում։ Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավվում է։ Առաջին հայացքից դրական այս լուրի տակ թաքնված է բավականին տխուր մի իրողություն։ 21-ի համեմատ 26-ին Հայաստանի բնակչությունն ավելացել է մոտ 140 հազարով արցախցիների հաշվին։ Դա հաստատում է նաև մարզերի բնակչության թվականակի փոփոխությունը։ Ամենաշատը աճել է Կոտայքի, Արագածոտնի եւ Երևանի բնակչությունը։ Նվազել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի բնակչությունը։ Այստեղ հացերի հացը Սյունիքն է։ Պետությունը բավականին շատ ծրագրեր է իրականացում այս մարզում։ Խոսում ենք ըստ էության Սյունիքի մարզում ենթակառուցվածքների եւ մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների ընդլայնման մասին, ես հատուկ պետք է ընդգծեմ, որ մեր երկու քոլեջներ ընդգրկված են ծրագրում Սիսիանում եւ Կապանում գործող քոլեջների ամբողջական վերակազմավորում ենք նախատեսում։ Դե ասեմ, որ Սյունիքի մարզում մեր գործերը բավական լավ են այս ուղղությամբ ներառյալ նաև հյուսիս-հարավի ուրեմն Քաջարանից դեպի Ագարակ հատվածը մենք այնտեղ տեղյակ եք, որ իրանական ընկերությունը շին աշխատանքներ իրականացնում, պիտի ասեմ, որ բավականին մեծ թափով աշխատանքներն իրականացվում։ Այսինքն բարելավվում են ճանապարհները, կառուցվում են դպրոցներ, բայց 21-ի համեմատ մարզի բնակչությունն ավելի քան 12%-ով նվազել է։ Այդ դեպքում ո՞րն է մարդկանց հեռանալու պատճառը։ Մասնագետների կարծիքով առաջնային պատճառները հավասարապես տնտեսականն ու անվտանգայինն են։ Մի դպրոց լավ կառուցում ես մի բնակավայրում, բայց 3-4 հարակից բնակավայրերում դպրոցների գործունեությունը դադարեցնում ես, այսպես կոչված միաձուլման եղանակով միացնում ես մյուս դպրոցներին, ապա մնացած այդ մի քանի բնակավայրի բնակչությունը սկսում է նոր խնդիրների առերեսվել։ Դա շատ լավ է, որ նոր ճանապարհ ունեն, բայց տեսնում ենք, որ այն ճանապարհի կառուցումը ոչ թե դառնում է գյուղական բնակավայրը մոտակա քաղաքին կապող ճանապարհ, այլ մարդկանց դուրս գալու ճանապարհ։ Ասֆալտն ու դպրոցը լավ է, բայց սահմանամերձ գյուղերի բնակիչները Արցախի օկուպացիայից հետո զրկվել են եկամտի աղբյուրից։ Այսինքն, եթե երեխան գնում է գեղեցիկ կահավորված դպրոց, դա չի նշանակում, որ հայրը չի որոշելու ընտանիքը տեղափոխել քաղաք։ Գյուղացիական վարկ վերցրու գյուղատնտեսության զարգացման համար, ես այդ վարկը կսուբսիդավորեմ։ Վարկի տոկոսը կսուբսիդավորեմ, բայց արդյոք այդ գյուղացին կարող է վարկը վերցնելուց հետո վերադարձնել այդ վարկը։ Սյունիքի ժողովրդագրական վիճակի բարելավումը ըստ մասնագետների ունի առաջնային կարևորություն, առավել ևս այն համատեքստում, որ հարևան երկրում անընդմեջ առաջ է մղվում դատարկված հայկական գյուղերը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու օրակարգը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Աջակցություն նրանց, ովքեր սև ցուցակում չեն ու վարկային լավ պատմություն ունեն, պետությունը կոժանդակի փոքր ու միջին բիզնեսին։ Ինչ վարկագիծ ունենալ կալանավայրում վաղաժամկետ ազատ արձակվելու համար, փոփոխություններ քրեակատարողական համակարգում, գլխում գոյացությամբ ծառայություն բանակում, հիվանդություն ունեցող զորակոչիկը ինչ օգուտ կարող է տալ զորքին։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ապահովել առնվազն 6% համախառն ներքին արդյունքի միջին տարեկան աճ եւ հնայում փոքր ու միջին ձեռնարկությունների մասնաբաժինը հասցնել 40%-ի։ Դա իրականացնելու համար կառավարությունը նախատեսում է նաեւ մատչելի պետական սուբսիդավորմամբ 13-14% վարկեր տրամադրել բոլոր այն ՓՄԶ-ներին, որոնք ունեն դրական պատմություն։ Մարդիկ սկսում են բիզնես առանց իրանց սեփական փողը ներդնելու։ Դրանով է պայմանավորված, որ բանկերը ասում են, որ եթե դու քո սեփական փողը չես դնում քո սեփական բիզնեսի մեջ, ապա ուրեմն ինչ որ գրավային ապահովվածության հարց պիտի լուծես։ Հիմա շատ բիզնեսների համար դա դառնում է անհաղթահարելի խոչընդոտ, որպեսզի այդ խոչընդոտը որոշակիորեն հարթենք, մենք կառավարության էկոնոմիկայի նախարարության մասնավորապես համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկում ենք այդ երաշխիքային ֆոնդի մասնակի երաշխիքների տրամադրելու մեխանիզմը։ Նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի անդամների հետ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում է շրջել, նկատել Բաքերում խաղահրապարակները ավելացել են։ Փաշինյանը ընտրողների հետ խոսել է թոշակների ավելացումից, գովել հունվարից ներդրված առողջապահության ապահովագրության համակարգը։
Այսօր Հայաստանում 700,000 դրամ ստացող ուսուցիչ եւ զինվորական կա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները շրջել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերում եւ բնակիչներին ներկայացրել կատարած աշխատանքները։ Կուսակցության առաջնորդը ֆիքսել է մայրաքաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալը։ Տասնյակ տարիներով այս խաղահարապարակները մեր բանկերում եղել են անհասանելի։ Ապագան էսա, որ երբ որ անցյալի մեջ մենք մտածում ենք, ասում ենք, վայ, տեսնես կլինի ժամանակ, որ մենք ունենանք խաղահարապարակ։ Եվ ապագան էսա, որ մենք ունենք խաղահարապարակ։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման դրական արդյունքների մասին եւ բացատրել, որ ամենուրեք խոսում է այդ թեմայից, որպեսզի քաղաքացիները ֆիքսեն։ Համակարգն ամենուրեք աշխատում է միևնույն տրամաբանությամբ։ Երբեմն նաև կան կենսաթոշակառուներ, ում ամսական եկամուտները 20, 30, 40 հազար դրամով ավելացել են։ Եվ դա մեզ համար կարևոր նորություն է, որովհետև մարդիկ նախկինում, որ քրոնիկ հիվանդություններ են ունեցել եւ դեղեր են ձեռք բերել, եւ այդ դեղերի մի մասը առնվազն ստանում են պետական բյուջեի վճարումներով եւ հետեւաբար դեղերի համար վճարվող գումարների մի մասը նույնպես մնում է մարդկանց գրպաններում, մարդկանց ընտանեկան բյուջեներում։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները նաև լսել են քաղաքացիներին, նրանց առաջարկները քաղաքի կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը Հայաստանում անվճար դարձնելն ու մանկաբաժների ու բժիշկների աշխատավարձերի զգալի բարձրացումը ռեֆորմիստների կուսակցության ծրագրային դրույթներից են։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաքի խոշոր սննդի եւ գյուղմթերքի շուկաներից մեկը, զրուցել վաճառողների եւ քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրային առաջնահերթությունները։ Հայաստանի գործերին ցանկացած արտաքին միջամտություն անընդունելի է, այդ թվում Ռուսաստանի կողմից, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն է հայտարարել։ Ուժեղ Հայաստանի թիմը նախընտրական քարոզարշավը Վայոց ձորում է անցկացրել, զինվորականներին տներ են խոստացել, նաև մարզը գինեգործական կենտրոն դարձնելու խոստում է հնչել։ Քարոզարշավի 5-րդ օրը Ուժեղ Հայաստանը Վայոց ձորում է, քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասում է, մարզկենտրոնը, Եղեգնաձորը, նաև Վայքը մեր երկրի զբոսաշրջության համար պոտենցիալ են, առայժմ չօգտագործված։ Ուժեղ Հայաստանը գալով իշխանության այս մարզը կհրճակի գինեգործական կենտրոն։ Եթե դուք դրսից եք գալիս ու անցնում եք այս տարածաշրջանով, միշտ հաճույք եք ստանում այս բնությունով։ Մարդիկ գալու են Նորավանք, գալու են Եղեգնաձոր, գալու են Վայքի տարածաշրջան, որպես գինեգործական կենտրոն եւ վայելելու են։ Զբոսաշրջային նպատակներից անցում սոցիալական ծրագրերին, որպեսզի զինվորականները կարողանան տանտեր դառնալ, Ուժեղ Հայաստանը խոստանում է, որ իշխանության ղեկն իր ձեռքն առնելուն պես յուրաքանչյուր տարի ավելի քան 1000 զինծառայողի տան վճարի կեսը կփակի պետությունը։ Ինձ թվում է Վայքում դա շատ կօգնի զինվորականներին, ովքեր կարիք ունեն բնակարան ունենալու։ Ուժեղ Հայաստանի կերտման ճանապարհին դուք ունեք ներդրում, որևէ մեկն այս պայքարին չի միացել իր համար։ Այստեղ մարդիկ են, ովքեր ձգտում են մեր հայրենիքի լավագույն փոփոխություններին, եզրափակեց խոսքը Կարապետյանը։ Մինչև քաղաքական թիմը մարզային քարոզարշավներն է իրականացնում, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով տնային կալանքում է, գալիս է հերթական դատական նիստին։ Դահլիճի ճանապարհին Կարապետյանը շփվեց լրագրողների հետ, անընդունելի է համարում ցանկացած արտաքին միջամտություն մեր ներքին գործերին։ Անընդունելի է ցանկացած թեկուզ Ռուսաստանի ղեկավարության միջամտությունը Հայաստանի գործերին։ Ինչ վերաբերում է օտարպետությունների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացին, ապա Կարապետյանը նշեց, այն շարունակվում է։ Էդուարդ Պողոսյան, ժամ լրատվական։ Հայաստան դաշինքն իր համակիրներին ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը գերհզոր տերությունների հետ։ Այս դաշինքում համարում են, որ պետք է լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, բայց այդ հարաբերությունների պատճառով պետք չէ թշնամանալ օրինակ Իրանի հետ։ Անդրադառնալով TRIP ծրագրին, դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ նախագծի իրականացման դեպքում պետք է հաշվի առնել Հայաստանի շահը։
Այն մեր կոմպլեմենտարության, քաղաքականության էությունը հենց դա է։ Եթե խնդիրը ճանապարհի մեջ է, մենք պիտի ասենք, մենք այդ ճանապարհը կառուցելու է, աշխատելու է, եթե պետք է այդ կապը ապահովել։ Բայց հասկացեք մեր շահը, Հայաստանի շահը։ Լավ հարաբերություններ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հայաստանի շնորհապետական կուսակցության ներկայացուցիչները Արաբ Կիր և Շենգավիթ վարչական շրջաններում են ներկայացրել իրենց ծրագրային դրույթները։ Կուսակցության անդամները շրջել են բակերում, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Բնակիչների հիմնական մտահոգությունները կապված են եղել համայնքային ենթակառուցվածքների, բակերի բարեկարգման, տրանսպորտի, սոցիալական աջակցության և երիտասարդների զբաղվածության հարցերի հետ։ Կուսակցության ներկայացուցիչները խոստացել են ավելի հասանելի դարձնել համայնքային ծառայությունները և մեծ ուշադրություն հատկացնել կրթական և մշակութային նախաձեռնություններին։ Մենք նախ առաջին հերթին ունենք գլխավոր նպատակ ազատագրենք Հայաստանի Հանրապետությունը անպիտան ռազմաքաղաքական դաշինքներից եւ տնտեսական դաշինքներից եւ ինտեգրացիոն կառույցներից։ Դա ԱՊՀ-ն է, ԵԱՏՄ-ն է եւ ՀԱՊԿ-ն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի իրատեսական եւ պրագմատիկ քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության հետ մեր հարաբերությունները, Եվրամիության պետությունների հետ մեր հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները։ Թուրքիայի հետ աշխատելու ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվի։ Կալանավայր ոտք դնելու առաջին իսկ օրվանից դատապարտյալի վարքագծից է կախված լինելու, թե երբ նրան պայմանական ազատ կարձակեն։ Պետությունը փոփոխություններ է առաջարկում քրեակատարողական համակարգում, դատապարտյալների պահվածքը կգնահատեն բալային միավորներով, նաև մասնագետների եզրակացություններով։ Դավիթ Թադևոսյանն է մանրամասնում։ Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը տարիներ շարունակ քրեակատարողական ոլորտում եղել է ամենաթեժ թեմաներից մեկը։ Քրեակատարողական համակարգում համարում են, որ այն այլևս ամբողջությամբ չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ Առաջարկվում է փոփոխություն, ըստ որի դատապարտյալի կողմից հանցանքի արդյունքում հասցված վնասի հատուցումը չի դիտարկվի որպես նոր հանցանքի հավանականության չափորոշիչ, այլ որպես պատշաճ վարքագիծ։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դատապարտյալները սահմանափակված լինելով տարածական եւ մյուս բոլոր իմաստներով չեն կարողանում իրապես ունենալ այնպիսի աշխատանք, որի արկայության պայմաններում հնարավորություն կունենան վճարել իրենց կողմից կատարված հանցագործության պատճառված վնասը։ Կարող է դատապարտյալի վրա դատարանի կողմից դրվել պարտավորություն, օրինակ ֆիքսված ժամանակահատվածում մարել հենց քաղաքացիական հայցը։ Նոր համակարգով նախատեսում են անցում կատարել հիբրիդային գնահատման մոդելի, այսինքն պահպանվելու է բալային գնահատումը, սակայն որոշումների հիմքում լինելու են նաև մասնագիտական եզրակացությունները, հոգեբանների, սոցիալական աշխատողների եւ այլ մասնագետների մասնակցությամբ։ Իրավապաշտպաններն ընդհանուր առմամբ դրական են գնահատում փոփոխությունները, սակայն զգուշացնում են համակարգը պետք է պատրաստ լինի իրական բովանդակային գնահատման։ Նրանց խոսքով առանց բավարար մասնագետների ռիսկերի գնահատումը կարող է ձևական դառնալ։ Հիմնական առաջարկությունը վերաբերում է բնականաբար մասնագիտական հաստիկների համալրմանը, դրանք կարող են լինել ինչպես հոգեբանները, այնպես էլ սոցիալական աշխատողները, իրավաբանները, այնպես էլ այդ մասնագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը։ Քրեակատարողական ծառայությունից վստահեցնում են, թե արդեն ներդրվել են ռիսկերի եւ կարիքների գնահատման գործիքակազմեր, իսկ որոշ հիմնարկներում փորձարկվում են վերասոցիալականացման անհատական ծրագրեր։ Նոր հայեցակարգի հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու process-ը սկսելու է առաջին իսկ օրվանից, երբ որ դատապարտյալը արդեն ստանում է այդ կարգավիճակը, մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։ Մասնագետները կարևորում են նաև, որ վերասոցիալականացման գործընթացը չսահմանափակվի միայն քրեակատարողական հիմնարկներով։ Նրանց խոսքով գործընթացում առանցքային դեր պետք է ունենա նաև պրոբացիայի ծառայությունը եւ համայնքային աջակցությունը։ Քրեակատարողական, այսինքն ազատազրկված անձանց վերասոցիալականացումը չի կարող լինել միայն արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության խնդիրը, դա մեր հասարակության խնդիրն է, որովհետեւ հանցագործություն չկատարելու պատրաստ քաղաքացի ունենալը ի վերջո ապահովում է մեր հասարակության ներքին անվտանգությունը։ Մասնագետների համոզմամբ պայմանական վաղաժամկետ ազատման արդյունավետ համակարգը պետք է հիմնված լինի ոչ միայն պատժի, այլ նաև մարդու հասարակություն անվտանգ վերադարձի գաղափարի վրա։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
Գլխում գոյացությամբ ծառայություն բանակում կարգը փոխելուց հետո անգամ գլխուղեղի անոթների անոմալիաներ ունեցող զինվորը կարող է բանակ զորակոչվել։ Ինչ օգուտ կարող է հիվանդություն ունեցող զինվորը տալ զորքին եւ ով կկրի պատասխանատվությունը, եթե նրա հիվանդությունը ծառայության ընթացքում խորանա։ Իրավապաշտպանների մտահոգությունները Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Զորակոչիկների առողջական ցուցանիշների ցանկը էապես խստացրել են։ Կառավարությունը տարեվերջին փոփոխություններ էր կատարել։ Մի շարք հիվանդություններ, որոնց արկայության դեպքում նախկինում ազատվում էին կամ տարկետում էին ստանում պարտադիր զինծառայությունից, այժմ այլևս նման հիմք չեն ստեղծում։ Որոշումը կառավարությունն ընդունել է անցած տարվա դեկտեմբերին, միանգամից առանց հանրային քննարկման։ Փոփոխությունների արդյունքում զինվորական ծառայության ենթակա են դառնում նաև այն անձինք, ովքեր ունեն գլխուղեղի անոթային անոմալիաներ։ Այս հանգամանքը շարունակում է լուրջ մտահոգությունների պատճառ լինել իրավապաշտպանների համար։ Նրանց խոսքով այս թեմայի շուրջ տարիներ շարունակ քննարկումներ են եղել։ Նշում են, որ նախկինում, երբ զորակոչիկները սեփական միջոցներով էին անցնում հետազոտությունները եւ նրանց մոտ հայտնաբերվում էր գլխուղեղի ուռուցքային գոյացություն, կիստա սովորաբար տարկետում էր տրվում։ Եթե ենթադրենք անձը գտնվում է ծառայության ընթացքում մարտական հերթափոխում, մարտական հերթապահություն է իրականացնում եւ դիրքերում է, ինչքանով օպերատիվ եւ արագ կկարողանան իրեն իջեցնել, տանել հոսպիտալ։ Իրավապաշտպանի խոսքով խնդիրն այն է, որ ծառայության ընթացքում զինվորների ծանրաբեռնվածությունը ավելանում է եւ ցանկացած պահի առողջական վիճակը կարող է վատթարանալ, իսկ քաղաքացիական կյանքում բուժհաստատություններ դիմելու հնարավորությունը ավելի մեծ է։ Այս քայլով Պաշտպանության նախարարությունը ցանկանում է մեծացնել զորակոչիկների թիվը, սակայն մասնագետները հակառակն են պնդում։ Դա որքան է արդարացված եւ ինչ պարտավորություն է կրելու պետությունը, եթե ծառայության ընթացքում առողջական խնդիրները խորանան։ Այս մասին պաշտոնական տեղեկություններ թերևս չկան։ Փոխարենը մասնագետները պատասխանում են հարցին, թե առողջական լուրջ խնդիր ունեցող տղան, եթե հայտնվի բանակում, ինչ հետևանքներ կարող են լինել։ Արդյունքում վստահաբար ազդում է մարդնակության վրա, ավելին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի մեջ եթե ներգրավում են նման մարդիկ, դա ինքնին արդեն այն մարտական խնդիրը, որ դրված է խմբի կամ մարտական հենակետի վրա, վտանգված է ամբողջովին լիարժեք տալու համար։ Մասնագետները նաև ուշադրություն են հրավիրում բժշկական հանձնաժողովների աշխատանքներին։ Ասում են, բազմաթիվ բողոքներ կան հիվանդությունների ոչ ամբողջական կամ ոչ օբյեկտիվ գնահատման հետ կապված։ Որոշ դեպքերում էլ զինակոչիկները սեփական նախաձեռնությամբ ու սեփական ֆինանսական միջոցներով կատարված հետազոտությունների արդյունքում են կարողանում ապացուցել, որ իրենց առողջական խնդիրներն ավելի լուրջ են, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթերում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Թրամփի ուղու իրականացումը հայ-ամերիկյան հանդիպումների առանցքում ամերիկյան պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Ջերմուկում հայտնաբերված արջի քոթոտներից մեկը անկել է, մյուսի վիճակը փոփոխական է, յուրաքանչյուր ժամը կարող է վճռորոշ լինել։ Մեթեո աշխարհ ջերմաստիճանը կնվազի ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Նոր վարկային կազմակերպություն է մուտք գործել կապիտալի շուկա, իր պարտատոմսերը ներկայացնելով բորսայական շրջանառության։ Garni Invest-ի պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխել է Արարատ բանկը։ Garni Invest ունիվերսալ վարկային կազմակերպությունը ազդարարեց մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա, դառնալով բորսայում ցուցակված ընկերություններից մեկը։ Մուտքը խորհրդանշող ավանդական զանգի հնչեցման արարողությամբ մեկնարկեց պարտատոմսերի բորսայական շրջանառությունը, ինչպես նաև ընկերության գործունեության նոր փուլը կապիտալի շուկայի միջոցով զարգացման եւ աճի ճանապարհին։ Ընկերության բարեհաջող մուտքին կապիտալի շուկա աջակցեց Արարատ բանկը։ Առաջի փորձը հաջողված էր, որովհետեւ անկեղծ ասած ես էլ այդ մտավախություններ ունեի կտեղաբաշխվի թե չէ, բայց հաջողությամբ ամբողջովին տեղաբաշխվեց եւ պահանջարկը շատ ավելի մեծ էր մեր սպասումներից եւ թողարկման ծավալներից։ Մեծ է նաեւ պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխող ընկերության դերը։ Դա Արարատ բանկն էր, Արարատ բանկն էր եւ ես շատ լավ համագործակցություններ, ես նաեւ եւ միջև այդ եւ հետագայում եւս տեղ ունեմ շնորհակալություն ասելու այն կոնկրետ մարդկանց, որ Արարատ բանկի աշխատակիցներին, որ մեզ օժանդակեցին, օգնեցին եւ նպաստեցին հաջող տեղաբաշխմանը։ Սա շատ գովելի է, ողջունելի է, նամանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ հանրությունը արդեն սկսել է ներգրավել կապիտալի շուկայի մեջ եւ տարբերակում է բանկային ավանդը պարտատոմսից,
հասկանալով նաև պարտատոմսերի հետ կապված բոլոր ռիսկերը։ Արադ բանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից, վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։ Բանկն ունենալով երկար տարիների փորձ ներդրումային ոլորտում, շարունակում է աջակցել այն ընկերություններին, որոնք նոր են մուտք գործում կապիտալի շուկա։ Սա եւս մեկ քայլ է կապիտալի շուկայի զարգացման առումով եւ վստահ եմ, որ մեր հաճախորդներին, մեր քաղաքացիների համար ներդրումների այլընտրանքային տարբերակների արկայությունը եւ բազմազանությունը միայն հոգուտ է լինելու եւ մեր նպատակն ու շահն էլ հենց հաճախորդներին բազմազան ծառայություններ մատուցելն է։ Պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում եւ ներդրողները, որոնք դեռ չեն հասցրել ձեռք բերել պարտատոմսերը առաջնային տեղաբաշխման ժամանակ, կարող են ձեռք բերել դրանք երկրորդային շուկայից։ Արադ բանկը շարունակելու է իր մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն ու նոր ընկերությունների աջակցմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ուրցաձորում կանաչ լանջերը ավելանում են, մրգատու նոր ծառեր են տնկվել մեծացնելով U-Forest-ը, Յուքոմի և արևորդու նախաձեռնությամբ տնկվող անտառը։ Ամեն տարի 10,000 ծառ տնկելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորը մտադիր է Ուրցաձորը վերածել կանաչ ապագայի։ Յուքոմը և արևորդի բնապահպանական հասարակական կազմակերպությունը համատեղելով իրենց ջանքերը Հայաստանում էկոլոգիական մշակույթի զարգացման գործում բնապահպանական և կրթական միջոցառումներ էին կազմակերպել վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի անտառակայանում։ Բնությանն ենք շատ մոտ լինում։ Հիմայի մթնոլորտը ավելի ամրապնդելու համար սա շատ կարևոր քայլ է։ Զգում ենք, որ բնության համար Հայաստանի համար ինչ որ օգտակար բաներ ենք անում։ Յուքոմի աշխատակիցները լեռնային լանդշաֆտների վերականգնման և էկոհամակարգերի դիմակայության բարձրացման նպատակով արևորդի հասարակական կազմակերպության և վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետների աջակցությամբ մրգատու ծառեր տնկեցին անտառակայանում։ Նախաձեռնությունը կազմակերպվել է առանց թափոնների սկզբունքով, բացառելով մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը և նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Այս համագործակցության շրջանակներում տարվա կտրվածքով տնկվում է 10,000 ծառ, ձևավորելով Յուքոմի անտառը, U-Forest-ը։ Մենք պատրաստում ենք մեր աշխատակազմին իրենց մասնագիտ դարձնելով այսպիսի միջոցառումների, որ իրենց մտածելակերպը եւս զարգանա այդ ուղղությամբ, իրենք կշփվեն հողի հետ, կշփվեն բնության հետ, կտեսնան թե ինչքան մաքուր է եւ մաքուր պետք է լինի բնությունը եւ իրենց մտածելակերպը տարի առ տարի կսկսի ավելի զարգանա։ Միջոցառման կրթական հատվածը ներառում էր էկոգյուղի մոդելավորման աշխատարան, որն անցկացվեց արևորդի հասարակական կազմակերպության կողմից Gaia Education միջազգային ցանցի մեթոդաբանությամբ։ Ինտերակտիվ աշխատարանի ընթացքում Յուքոմի թիմը ուսումնասիրել է կայուն զարգացման սկզբունքները էկոլոգիական, սոցիալական, տնտեսական, մշակութային և կառավարման տեսանկյուններից։ Սա օգնում է թե կայուն տեսանկյունից հասկանալ կազմակերպության ներսում ինչ խնդիրներ կան, հասկանալ ինչ առավելություններ կան, ժամերի ընթացքում մտորել այս ամեն ինչի շուրջ եւ հասկանալ որպես թիմ ինչ կարող են իրենք անել ավելի կայուն, ավելի համահունչ միջավայր ստեղծելու համար հենց կազմակերպության ներսում։ Յուքոմի եւ արևորդի հասարակական կազմակերպության ներկայացուցիչները քննարկում ծավալեցին նաեւ 2026-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության հանձնաժողովի COP17-ի շուրջ։ Շեշտադրվեց մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության համագործակցության դերը, որպես Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման եւ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հիմնական գործոն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ջերմուկում հայտնաբերված եւ ապաստարան տեղափոխված մեկ ամսական արջի քոթոտներից մեկը անկել է։ Մյուս քոթոտը այս պահին մասնագետների հսկողության տակ է։ Վայրի բնության պահպանման հիմնադրամից հայտնել են, որ երկրորդ քոթոտի վիճակը փոփոխական է եւ յուրաքանչյուր ժամը կարող է վճռորոշ լինել։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանը ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգների պետքարտուղարության, ինչպես նաև զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Նրանց ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հայաստանի կառավարության փոխանցմամբ նրանք քննարկել եւ համաձայնեցրել են TRIP-ի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական մի շարք հարցեր։ Գրիգորյանն ընդգծել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետևողական իրագործման կարևորությունը։
Հեղուկ գազի գնի կտրուկ աճի հիմնական պատճառներից մեկը ըստ էկոնոմիկայի նախարարի կապված է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ։ Տուրք է սահմանվել երկրի սահմաններից դուրս բերվող հեղուկ գազի վրա, եւ դա վերաբերում է բացարձակապես բոլոր երկրներին, ոչ միայն մեզ, ասել է նախարար Պապոյանը։ Կառավարության ներկայացուցիչը նաեւ մատնանշել է հարևան Իրանում ստեղծված բարդ իրավիճակը, այսինքն կան գործոններ, որոնք մենք չենք կարող անտեսել, ասել է Պապոյանը, հավելելով, եթե այդ գործոնները մինչև վերջ մնան անփոփոխ, ապա կներեք, բայց հեղուկ գազի գինը կարող է չընկնել։ Նախարարն ասել է նաև, թե հարցում է ուղարկել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով Հայաստանում հեղուկ գազի գնագոյացմանը վերաբերող իրավիճակը պարզելու համար։ Կրակոցներ Երևանում կասկածյալը տեսնելով, որ վրիպել է Մերսեդեսով է վրաերթի ենթարկել քաղաքացուն, որից հետո Վրաստան գնալու ճանապարհին հայտնվել է Աղստև գետում։ Հանցագործությունը բացահայտվել է։ Էրեբունու քննիչները պարզել են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդը Մերսեդեսով Նուբարաշենի խճուղում տեսնելով իր զոհին, Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին իջնում է ավտոմեքենայից ու իր ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոց արձակում։ Սակայն Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի։ Սարգիս անունով կրակող այս տղամարդը սակայն Մերսեդեսով է հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում։ Հետո էլ դիմում է փախուստի, նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատել անցնել Վրաստան։ Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետր հատվածում դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոն է պատնեշին եւ հայտնվում Աղստևում, որտեղից էլ նրան տեղափոխում են Դիլիջան բժշկական կենտրոն։ Առաջին օգնություն ստանալուց հետո փորձում է հիվանդանոցից էլ փախչել։ Այստեղ էլ նրան պարեկներն են բռնում եւ Նուբարաշեն խճուղուց իր թրիլերային ճանապարհը սկսած Սարգիսը հիմա Նուբարաշեն կալանավայրում է։ Ծիրանի Շմուրեդյան, ժամը լրատվական։ Թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օթերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին հատվածներում սպասվում են քամիներ վարկյանում մինչև 20 մետր։ Ջերմաստիճանը կնվազի ևս 3 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 13-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 23, Լոռիում 16-ից 20, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 23 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 21-ից 25, Սյունիքի նախալեռներում 16-ից 20 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 12-ից 14, ցերեկը 19-ից 21, երեկոյան 16-ից 18 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածու վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։